11 օր անորոշություն, դատարկ գրպաններ ու սոցիալական ճգնաժամ։ Մուլտիստոունի աշխատակիցները առավոտը դարձյալ սկսում են կապարակնքված գործարանի մոտ։ Խնդիրները շատ են ու գալիս են գլխավոր պատասխանների հետևից։ Երբ պետք է բացվեն իրենց աշխատավայրի դռները, երբ կլինի ընկերության պատմության մեջ առաջին անգամ ուշացած աշխատավարձը։ Ով վարձով է ապրում, արդեն տանտերը զանգել է։ Վարկերի պատճառով շատերն արդեն սև ցուցակում են, կոմունալները վճարելու օրերն են մոտենում։ Վարկերը միանից, վարձերը միանից, ես մեկը հաշմանդամ մայր ունեմ ու մնացածներն էլ ամեն մեկը իր հոգսուն ցավը ունի։ Այսօր արդեն մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստանայինք, մեր հարցերը կարգավորենք, բայց մինչև հիմա կոտրած տասրակի առաջ ենք։ Ոչ մեկ չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մի լուծում տա էլի այս հարցի շուրջ։ Մենակ մենք չենք։ Զավոթից դուրս էլ ստեղ հետ կապ ունեցող մարդիկ էլ որպեսզի քարը գնեն, տանան շինարարություն անեն չեն կարող։ Մի հատ լավը պարտանալու բան ունեինք, որ Հիսուս Քրիստոսի արձանը պետքա սարքվեր մեր Հայաստանի Հանրապետությունը պարտանալու տեղ ուներ։ Մենք վստահ ենք, որ մեր տնօրենն հենց կանի, որ սաղից համար լավ է լի։ Մենք իրանցից ոչ մի բան չենք ուզում։ Մենք մեր հալար քարտինքն ենք ուզում։ Հարցերի պատասխանը ոչ ոք չունի։ Ասում են ստուգումները պարբերաբար են եղել, տարբեր գերատեսչություններից եկել ու գնացել են, իրենք չեն էլ իմացել դրա մասին։ Սա բացառիկ երևույթ է ու աններելի վերաբերմունք քաղաքացու բանվորի նկատմամբ։ Հարգելի ոստիկաններ, մի բան ենք ձեզանից խնդրում։ Ով է մեր հարցերին պատասխանում։ Կարաք մի հատ մարդ տրամադրեք, մեր հարցին պատասխանեն, մեր աշխատավարձի հարցերը լուծեն։ Ոստիկանները ընդամենը ես ձեզ այն վաղ էլ ասեցի, հասարակական կարգ են բան։ Մի որ դուք քնչական եք ուզում, այդ հակոտի հետիոտնի համար նախատեսված վայրով է թակ, ոստիկանները դրա համար են։ Ելնեք մայթով, մարդավարի հետ ուր ուզում եք գնացեք, բայց մայթով, ճանապարհ դուրս չգաք։ Մնացած հարցերին ոչ մի ոստիկան, այդ թվում նաև ես, չեն կարա պատասխանենք։ Տենց անձնավորություն կա, որ կարա մեր հարցին պատասխանի, ասի ձեր աշխատավարձի հարցերը լուծում է։ Մի հոգի կարա այդի, ով որ հրամանա տվե, որ փակեն այդ զավոդները։ Դրա համար ինչ-որ հստակ քայլեր պետքա ձեռնարկվի։ Սենց գալիս են կայնում ենք, ասես մարդիկի գալիս են կայնում։ Ամեն քայլերի պատրաստ եմ։ Մենակ իմանա, որ ինչ-որ մեկը պատասխանա տալու, գալու է դրա համար պատասխան տա։ Հետերից մի հոգի տղա է, գիշերը տարելն է ստենդ դնեն։ Մեր հետ կանգնած տղա։ Մարդը ստրեսի մեջ ամեն Տղեն բանակից եկել 3-4 օրը չի կարող ոչի բան անի։ Թանկ է ամեն անորոշ րոպեն, չգիտեն ինչ անել, քննարկում են ու շարժվում դեպի Աբովյանի քնչական բաժին։ Գոնե գործանը կապարակնքած քննիչից մի բան իմանալու։ Սարգսյան ջան, կարանք բարձրանանք, վերև տենանք Վազգեն Բադալյանը ստեղա թե չէ։ Մեզ թույլ չեն տվել, մեզ ասել են, որ այս բան եթե թույլտվություն չկա։ Երբ որ թույլտվություն ունի, մեծ սիրով թողենք բարձրան։ Այս բան թույլտվություն չկա։ Մենք հիմա պահանջում ենք բոլորով, որ Վազգեն Բադալյանը իջնի, մեր հարցերին պատասխան տա, քանի որ ինքն է կապարակնք է, չգիտեմ ում հրամանով։ Սիրելի Վազգեն Բադալյան, խնդրում ենք իջնեք ներքև, մեր բոլոր հարցերին պատասխան տաք։ Ինչի կառավարությունում կարան մի անգամուց 5 րոպեում հարց լուծեն 5 միլիարդ պարգևավճար տան, այս խեղճ մարդկանց 10 օրից ավել նստեցրել են տները, չգիտեն ինչ անեն։ Քնչականից ձայն ծպտուն, այդպես էլ դուրս չեկա։ Բաժնի վարիչեք, ընդմիջում անում, մենք էլ ենք ուզում աշխատենք եւ ընդմիջում անենք։ Մեր հարցը հետա, թող այդ հարցին լուծում տան։ Պարոն Ծառուկյանը այդքան գործարանները բացեց, այդքան մենք իր շնորհիվ ապրում ենք, իրոք։ Արևի տակ ծառերի ստվերներում մի ժամ էլ այստեղ սպասեցին մոլորված քաղաքացիներն ու Բադալյանի հետ հանդիպում այդպես էլ չկայացավ։ Զանգեցին։ Ուզում ենք դուք իջնեք ներքև, մի հատ հասկանանք մեր այս հարցը ինչ ա լինել գործարան։ Հիմա ինչ անենք, այս մարդիկ չեն գնում, սպասում են ինչ որ մեկի պատասխանին։ Սանկո ջան, ես նպատակալ մաշեմ գտնում եմ հարցն տենց ինչ է բարձրախոսա պատասխանը թե ինչ հարցա պետական քննարկում։ Հարցը տեսակ հարցը մեզի բանի տեղ դնող չկա, այն վաղ պետք կլինենք, երբ որ ինչ որ մի, չգիտեմ, ընտրություն լինի կամ չգիտեմ եսի ինչ լինի, մի փոփոխություն այդ վաղ արդեն շարքային քաղաքացին իրանց համար պետք է գան սաղի տները կամ դռները կծեցենք, ասեն դուք մեզի պետք եք, հիմա մենք իրանց պետք չենք, վсё։ Պայքարը չի ավարտվում, կմնան գործանում այնքան, մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները։ Մանուշակ Մելքոնյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։